Ինչ մոտեցում ունեք այս երկու օրերին, լռության փաստորեն օրերին, այս ձերբակալությունների շղթային։ Մեր ուժից չկան ձերբակալություններ, այլ ուժերից մամուլից եմ տեղեկանում, որ կան, բնականաբար պետք է հասկանալ ինչ է կատարվում։ Ամեն դեպքում մենք քարոզարշավի մեկնարկին հայտարարեցինք, որ ոչ մի տեղ չենք բացելու ֆիզիկական շտաբներ։ Ֆիզիկական շտաբները դրանք նաև պրովոկացիայի բուն են, տարատեսակ ինչ-որ բաների։ Մեր շտաբը վիրտուալ է եւ եթե ինչ-որ մեկին ձերբակալեն մերոնցից, պետք է մեր վիրտուալ շտաբից մարդվեր ձերբակալեն։ Մենք աշխատել ենք ամբողջությամբ սոցիալական եւ էլեկտրոնային հարթակներով։ Պատճառով մարդիկ ձերբակալվում են։ Չեմ ասում շտաբն է պատճառը, բայց վերահսկողության ռեսուրսի շատ մեծ հնարավորություն, գուցե հենց այս պատճառով է այս ռեպրեսիաները։ Նայեք, շտաբը ոչ թե պատճառն է, այլ շտաբները դառնում են մարդ են բերում ԱԱՑ-ից օրինակ մտցնում է շտաբի մեջ։ Այդ սկսում է գաղտնա լսել, մեկը մի բան ասում է, մեկը մի բան ասում։ Դրա համար եմ ասում, որ 21-րդ դարն է եւ կարելի է ավելի այլ կերպ աշխատել։ Ամեն դեպքում հետևում ենք։ Ես 2 օր առաջ վերջին բռնությունների դեպքերով դատապարտել եմ բոլոր բռնությունները, նաեւ Փաշինյանի ուղիղ երեսին եմ ասել դեբատի ժամանակ։ Հետևողական են լինելու անկախ որևէ արդյունքից բոլոր ընտրակեղծարարները, ովքեր որ կփորձեն կեղծիքների թույլ տալ, բոլոր բռնություններ անողները, քարոզարշավի կանոնները խախտողները, անհավասարաչափ լուսաբանումը հանրայինի, բոլորը պատասխան են տալու։ Չկասկածում։